կրթական համակարգը ճգնաժամի մեջ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, եւ դա պայմանավորված է հատկապես այս վերջին շրջանի փոփոխությունների ագրեսիվ տեմպով, որ մենք տեսնում ենք աշխարհում, այսինքն իրականությունը, տնտեսությունը, տեխնոլոգիաները այնքան արագ են փոխվում, որ կրթական ավանդական համակարգերը չեն հասցնում հետևից եւ ակնհայտ է, որ այստեղ էլ հեղափոխության կարիք կա ամբողջ աշխարհի մասշտաբով, եւ դուք տեսնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ առաջատար համալսարանների հետ կապված ինչեր են կատարվում, հատկապես նոր նախագահի ընտրությունից հետո, երբ որ նույնիսկ Հարվարդի համալսարանն է որոշ դեպքերում իրենց տված արդյունքը կասկածի տակ դրվում։ Եվ այո, ես կարծում եմ, որ աշխարհում այս փոփոխությունները վաղ թե ուշ տեղի են ունենալու, որովհետև ակնհայտորեն չեն հասցնում տնտեսության եւ տեխնոլոգիաների հետևից, բայց այդքանով հանդերձ ուզում եմ ասել, որ տարբեր հարթության խնդիրներ են Հայաստանի կրթական համակարգի խնդիրները եւ աշխարհի խնդիրները, որովհետև աշխարհում ես շատ հաճախ դրա մասին խոսում եմ, իսկապես որակի խնդիր կա, որովհետև դու համալսարանները դեռևս պատրաստ չեն իրավիճակին, իսկ մեզ մոտ մեր պարագայում շատ դեպքերում ոչ թե խնդիրը որակն է, այլ կեղծ լինելը, ցավոք։ Ես ընդհանրապես շատ ուղիղ եւ անկեղծ եմ խոսում, երբ որ կրթական համակարգին է վերաբերում, չեմ սիրում այս ոլորտում այսպես պոլիտկորեկտություն, որովհետև իմ կարծիքով հենց պոլիտկորեկտությունն է պատճառը, որ 30 արդեն 4 տարի ըստ էության մենք նույն մակարդակի վրա ենք կրթական համակարգում